Պարոն Կոնջերյան, թույլ տվեք շնորհավորել ձեզ ընտրվելու կապակցությամբ եւ երկու բառ պարոն Ալեքսանյանի մասին։ Պարոն Ալեքսանյանը բացի նրանից, որ լավ քաղաքական գործիչ է, լավ ընկեր է, նաեւ հասնող ընկեր է եւ ես վստահ եմ, որ ունի այնպիսի մարդկային արժեքներ, որից խորհրդարանը միայն շահելու եմ։ Իսկ քանի որ բոլորը օգտվել են օրակարգից շեղվելու իրենց իրավունքից, այդ իրավունքից կօգտվեմ նաև ես։ Եվ քանի որ երեք հնչել է իմ անունը, Տիկին Հաղրամանյան, ես իհարկե կարձագանքեմ ձեզ։ Պետք է ասեմ, որ ինձ ընդհանրապես դուր չի եկել այն տոնը, որով դուք խոսել եք իմ մասին։ Առաջարկում եմ իմ մասին խոսելիս լինել ավելի բարեկիրթ։ Ինչ վերաբերում է էներգիային, ոչի ուրախություն ձեզ, երեք ես էներգիա բավականին ունեի։ Այնքան որ նիստից հետո լսեցի ձեր ելույթը, լսեցի պարոն Կարապետյանի ելույթը հանրահավաքի, գտա եւ լսեցի այն։ Պարոն Կարապետյան, դուք մասնավորապես ասել եք 15 օր անց Մեղրից 10 կիլոմետր են կողմ տեղի ունենալու համագումար։ Շարունակել եք միտքը, ասել եք 11 օր անց Ալիևը հայտարարելու է վերադարձի մասին։ Դրանից հետո ասել եք այսպես կոչված վերադարձի մասին։ Ասել եք վերադառնալու են ոչ թե տանկերով, այս անգամ մեքենաներով։ Պարոն Կարապետյան, ժողովուրդ օրաթերթը դրել է ձեր ելույթը։ 3:32-ից առաջարկում եմ լսել ձեր ելույթը եւս մեկ անգամ։ Եվ մենակ ես չեմ այդպես հասկացել ձեր ելույթը, որովհետեւ վերնագիրը նույնն է։ Այո, 11 օր անց Ալիևը հայտարարելու է վերադարձի մասին։ Կարող եմ ձեզ հղումը տրամադրել։ Վերնագիրը նույնն է, իդեպ հեշտ կգտնեք։ Բայց պարոն Կարապետյան, ես համաձայն եմ ձեզ հետ, որ կարելի էր տարբեր ձև հասկանալ ձեր ասածը, որովհետև ձեր նպատակը հենց դա է եղել, մանիպուլյացիան։ Պարոն Կարապետյան, դուք այս ինֆորմացիան եւ հատկապես օրի նշելը պատահաբար չեք արել, որովհետև դուք այս ամբիոնից եւ որ ելույթ էիք ունենում, ես լսեցի, որ դուք շատ լավ տիրապետում եք հայոց լեզվին, շատ սահուն խոսում եք, բառերի ընտրությունն էլ պատահական չէր, որովհետև ուզում էիք ցույց տալ, որ այս 11 օրն ավելի մոտ է, քան սեպտեմբերը։ Որովհետև դուք չեք ասում, որ տարիների ընթացքում, տասնամյակների ընթացքում վերադարձի հարցը այսպես կոչված պետք է լուծվի։ Դուք ուզել եք ցույց տալ, որ հնարավոր աղետը ավելի մոտ է, քան սեպտեմբերը։ Որովհետև դուք այն տեսանյութերից անդին ձեր ելույթներով փորձել եք վախի միջոցով ձայն ունենալ։ Եվ իրականում, երբ որ ես համեմատում եմ Սամիջանցկի հետ, դա պատահական չեմ անում, որովհետև նույնը անում էր Հայաստան դաշինքը։ Եվ իրականում, երբ որ մենք խոսում ենք այս ամբիոնից, պարոն Եղոյանը խոսում է այս ամբիոնից, Ռուսաստանից, որքանով անկախ մենք կարող ենք վարել արտաքին քաղաքականություն, ստեղ ես մի շերտ եմ առաջարկում ավելացնել։ Եվ այս շերտը հետևյալն է, որքանով են երկու ընդդիմադիր ֆրակցիաները պատրաստ Հայաստանին դուրս բերել կոնֆլիկտային մտածողությունից։ Որովհետև իրականում, եթե մի փոքր խորանանք, կհասկանանք, որ 300,000 ադրբեջանցու թեման դա ամենևին էլ Ադրբեջանի մասին չէ։ Դա նրա մասին է, թե որքանով Ռուսաստանը կարող է ներկա լինել տարածաշրջանում, եւ ես վստահ եմ, որ դուք գիտեք, ինչի մասին եմ ես խոսում։ Երբ որ մենք խոսում ենք նրա մասին, որ ընդդիմությունը ռուսամետ է, ռուսական է, սա պատահական չէ։ Պարտադիր չի ես միայն խոսամ խորհրդարանական ընդդիմության մասին։ Ինչ որ մի բախ կար, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետի մասին Ռուսաստանն էր խոսում, Ադրբեջան դադարել էր խոսել։ Եվ խոսում էր ընդդիմությունը։ Օրինակ Էդմոն Մարուքյանը ըստ օդում կախված լուրերի անգամ խնդրել է լրագրողներին, որ այդ վերնագրով իր հարցազրույցը այդ վերնագրով լինի։ Հայաստանը պետք է կատարի նոյեմբերի 9-ով ստանձնած 9-րդ կետի պարտականությունները։ Նույնը անում էին այլ ընդդիմադիր գործիչներ։ Եվ որ մենք ասում ենք, որ իրենք ընդդիմությունը սպասարկում է ռուսական շահ, այդ պատահական չէ։ Եվ որ ՀԱՊԿ չեկավ աջակցելու Հայաստանին, այստեղ նստող Հայաստան դաշինքը Ռուսաստանից ավելի ակտիվ արդարացնում էր Ռուսաստանը։ Եվ հիմա էլ դուք, ես չգիտեմ գիտակցաբար եք անում, թե չէ, բայց դուք խոսում եք մի բանի մասին, կոնֆլիկտը տարածաշրջանում պահել, տեղափոխելով այն Հայաստան։ Քանի որ մենք արդեն բոլորս ուղիղ ամեն ինչի մասին խոսում ենք, ասեմ, 3:32-ն է, լսեք, կարող եմ անգիր ասել, որովհետև շատ ուշադիր լսել եմ։ Մենք Տիկին Հաղրամանյանը իհարկե խոսում է նաև թրիփի մասին,
Եվ ինձ հարց է ուղում, ասում է, եթե ճիշտ եմ հասկացել, ասում է, եթե Թրիփի հարցը Վաշինգտոնյան համաձայնագրով լուծվել է, ինչի է մակում վարչապետը կրկին խոսել Զանգեզուրի միջանցքի չլինելու մասին։ Լավ, Տիկին Ղարամանյան, խնդրում եմ ինձ ուղղել, բայց Վաշինգտոնում միջանցքի հարցը վերջնական փակվել է։ Թե ինչա Ալիևը խոսում Թրիփի մասին, Զանգեզուրի մասին, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում եւ չպետք է հետաքրքրի, որովհետեւ Երևանը ունի պաշտոնական դիրքորոշում։ Հայաստանի սուվերեն տարածքում միջանցք լինել չի կարող։ Եվ մենք լուծել ենք այդ հարցը։ Թրիփը հայ-ամերիկյան նախագիծ է։ Եվ ես հիմա առաջարկ եմ անում ձեզ։ Գալ եւ այս ամբիոնից ասել, արդյոք Թրիփը միջանցք է թե չէ։ Թրիփը միջանցք է թե չէ։ Սա էլ է շատ կարևոր իրական քաղաքական օրակարգ։ Դուք ինչ եք ընկալում Թրիփ ասելով։ Թրիփը միջանցք է թե միջանցք չէ։ Այստեղ ոնց որ տարբեր դիրքորոշում կա, պարոն Կարապետյան, որպես խմբակցության ղեկավար, այս մասին կարող ենք խոսել։ Վաշինգտոնում լուծվել է հնարավոր միջանցքի հարցը։ Հայաստանը չի զիջել միջանցք, Հայաստանը չի զիջելու միջանցք, իսկ Թրիփը հայ-ամերիկյան նախագիծ է եւ էական չէ, Ադրբեջանն այս մասին ինչ է խոսում, այն հայ-ամերիկյան նախագիծ է, որը իրականություն է եւ եթե հետեւել եք լուրերին, նրա բյուջեն էլ ավելացել է։ Հիմա շարունակելով թեման, անդրադառնալով պարոն Վարդանովին։ Պարոն Վարդանովն ասում է ոչ մի բանով չեք զբաղվել, բացի զիջելու։ Վարդանովը, ներողություն, ես ընդհանրապես որևէ միտում մեկի ազգանունը սխալ արտաբերելուց չունեմ, այդ կոմպլեքսով չեմ տառապում։ Պարոն Վարդանովն ասում է զիջել ենք։ Հարց, ի՞նչն ենք զիջել։ Մի բան ասեք, ինչ որ Հայաստանը իր սուվերեն տարածքից զիջել է։ Ինչ։ Խնդրում եմ մի բանավեճի մեջ։ Հայաստանի Հանրապետությունը բանակցային ողջ գործընթացի ընթացքում առաջնորդվել է տարածքային ամբողջականության պահպանման գործով։ Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից որևէ բան չի զիջել։ Հարց 2. Արդյոք կան օկուպացված տարածքներ։ Այո, Հայաստանի սուվերեն տարածքից կան օկուպացված տարածքներ։ Ինչպես է Հայաստանի գործող իշխանությունը լուծելու այդ հարցը։ Սահմանազատմամբ, սահմանագծմամբ։ Արդյոք Հայաստանի գործող իշխանությունը լուծել է արդեն այդ հարցը։ Դե յուրե այո, լուծել է, որովհետև այս խորհրդարանը, իդեպ մենք հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին խոսելուց, Հայաստան-ադրբեջան հարաբերությունից խոսելուց չենք նկատում դրականը, ես առաջարկում եմ նկատել։ 30 տարի կոնֆլիկտից հետո Հայաստանը եւ Ադրբեջանը առաջին անգամ ունեցել են փաստաթուղթ, որը այս խորհրդարանը, նախորդ գումարման խորհրդարանը վավերացրել է, Ադրբեջան նախագահան ստորագրել է, որտեղ գործող իշխանությունը իդեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուծել է օկուպացիայի հարցը դե յուրե։ Եվ որ մենք ասում ենք, որ Ալմաթի հռչակագիրը մեզ համար կարմիր գիծ էր, որից հետ չեն կանգնելու։ Վստահ եմ բոլորդ, որ հետևել եք բանակցային գործընթացից, նկատել եք որքան է Ադրբեջանը փորձել հետ կանգնել դրանից։ Մենք պնդել ենք եւ հասել ենք նրան, որ երբ որ ընդունվել է սահմանազատման եւ սահմանագծման աշխատակարգը, որը առաջին վավերացված եւ ստորագրված փաստաթուղթն է, իրենց խորհրդան չի վավերացրել, որտեղ իրանք նախագահական երկիր են, մենք համաձայնել ենք, որ այն պահին եւ որ լուծարվել է ԽՍՀՄ եւ մասնավորապես Ադրբեջանը եւ Հայաստանը ունեցել են ադմինիստրատիվ սահման, այդ պահից գոյություն ունեցող ադմինիստրատիվ սահմանները վերածվել են պետական սահմանի։ Ուրեմն դե յուրե օկուպացիայի հարցը լուծված է եւ ժամանակի հարց է, թե երբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու օկուպացված տարածքներից։ Այնպես ինչպես համաձայնության են եկել Հայաստանն ու Ադրբեջանը աշխատակարգով։ Երբ տեղի ունեմ գործընթացը եւ շատ ուրախ եմ, որ դուք հետաքրքրված եք սահմանազատման եւ սահմանագծման գործընթացով, Մհեր Գրիգորյանը չորեքշաբթի օրը գալու է, այստեղ նստելու է, մենք բոլորս կարող ենք իրեն այդ հարց ուղղել, ասեմ ավելին, նախորդ գումարման խորհրդարանը ուներ ֆորմատ, փակ նիստեր, որտեղ նաեւ բոլորին հետաքրքրող քարտեզների հարցը քննարկվել է եւ պատասխան ստացել է։ Հարգելի գործընկերներ, ես առաջարկում եմ ձեզ մի վերջին առաջարկն եմ ասում։ Եվ որ մենք խոսում ենք հնարավոր, թիվը չեմ նշում, ադրբեջանցիների վերադարձի մասին, մենք դրանով, եւ դա դարձնում եք դուք իդեպ ուրեմն քաղաքական օրակարգ, դրանով դուք Հայաստանին օգուտ չեք տալիս։ Եթե մենք ունենք անհանգստություններ նման հարցերի վերաբերյալ, ես առաջարկում եմ դրանք անել փակ նիստով, գաղտնի նիստով, որովհետեւ Ադրբեջանն իր լավագույն երազում չէր կարող ունենալ,
այն փաստը, որ Հայաստանի խորհրդարանում 2 օր է քննարկում են հնարավոր վերադարձի հարցը։ Իսկ վերջացնում եմ, իսկ քաղաքական օրակարգ ցավոք սրտի այդ հարցը բերել եք դուք ձեր տեսանյութերով, եւ որ ինչպես նշեց Տիկին Թագուհի Ղազարյանը, ավտոբուսում մենք ուտում էինք եգիպտացորեն եւ միրգ, այլընտրանքային իրականությունում դուք խոսում եք ադրբեջանցիների վերադարձի մասին։